Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ժամը 21-ին կմեկնարկի Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրն է մեկնարկում Հայաստանի հավաքական այս պահին խմբում վերջին տեղում է, թեև առայժմ շարունակում է պահպանել տեսական հնարավորություններ հաջորդ փուլ դուրս գալու համար, իսկ Հունգարիան շատ ավելի լավ շանսեր ունի եւ անցած ամիս Բուդապեշտում կայացած խաղը Հունգարիա-Հայաստան հանդիպումը ավարտվեց Հունգարիայի 2-0 հաշվով հաղթանակով, թեև հանդիպումը լարված մթնոլորտում ընթացավ, Հայաստանի ընտրանի նույնպես պահեր ուներ առավելության հասնելու, սակայն դրանք իրացնել չհաջողվեց, իսկ արդեն այսօր պայքարի մեջ մնալու համար ընտրանուն հաղթանակ է պետք։ Հայաստանի հավաքականը մոտենում է կադրային խնդիրներով, խաղին չի մասնակցի, այս եւ հաջորդ երկու հանդիպումներին չի կարող մասնակցել Տիգրան Բարսեղյանը Իռլանդիայի հետ խաղում այդ հայտնի դրվագի պատճառով, երբ նա գլխով հարվածեց մրցակցի ֆուտբոլիստին, հետո որակազրկվեց, կան նաև կադրային այլ խնդիրներ, սակայն հայ երկրպագուներին այս ամենը չի մտահոգում, նրանք հաղթանակ են ակնկալում։ Հաղթանակ միայն։ Իսկ խաղի ընթացքը ո՞նց կլինի, հաշվի առնելով, որ կազմի հետ խնդիրներ։ 2-1 մերոն կհաղթեն այդ հաղթանակը։ Այո, հավատանք բոլորս հաղթանակին։ Շատ մեծ, շատ լավ ակնկալիքներ, ինչպես միշտ։ Մեր հավաքականը անպայման պետք է հաղթի։ Իսկ ինչ խաղ կընթանա, հաշվի առնելով, որ կադրային խնդիրներ կան, ուժեղ ֆուտբոլիստներ բացառիկ։ Ես նման բաներ չեմ ուզում մտածեմ, ես միշտ հավատացած եմ, որ մեր հավաքականը հաղթելու է։ Երևան են ժամանել նաև հարյուրավոր հունգարացի երկրպագուներ, հենց հիմա նրանք արդեն հանրապետական մարզադաշտ են մտնում, նրանք շատ ինքնավստահ են արտահայտվում եւ հարցազրույցներում ասում են, որ 3-4-0 հաշվով հաղթանակ կտանեն եւ սա շատ հեշտ խաղ կլինի նրանց համար։ So you think you are going to win? Yes, absolutely. We are gonna humble you. It's gonna be 3 or 5-0 for us. Մենք ձեզ հաղթելու ենք, 3 կամ 4 գոլ կխփենք, դուք 0, որովհետև մենք ավելի լավ թիմ ունենք, ինձ թվում է մենք հեշտ հաղթանակ կտանենք։ You got lucky, we were better by far.